եւ նրա աշակերտները լսում էին։ Եվ սա նախորդ նյութն էր, իսկ այսօրվանը հետեւյալն է։ Ասում է եկան Երուսաղեմ եւ Հիսուս տաճար մտնելով սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին եւ գնորդներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու աղավնեվեճարների աթոռները շուռ տվեց եւ ուսուցանում էր նրանց ու ասում. գրված է. Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր։ Քահանայապետներն ու օրենսգետները լսեցին այս եւ մի միջոց էին փնտրում, թե ինչպես կորստյան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետեւ ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա։ Երբ երեկո եղավ, քաղաքից դուրս ելան։ Հաջորդ օրը առավոտյան մինչ նույն ճանապարհից էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան։ Պետրոսը հիշեց եւ ասաց նրան. «Ռաբի, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթե Աստծո հանդեպ հավատ ունենաք, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով այս լեռանն ասի ել եւ ծովն ընկիր եւ իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է կլինի, նա ինչ էլ ասի կկատարվի։ Դրա համար ասում եմ ձեզ, ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք եւ հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ներեցեք, որպեսզի ձեր հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները»։ Դարձյալ Երուսաղեմ եկան եւ մինչ նա այնտեղ տաճարում շրջում էր, նրա մոտ եկան քահանայապետները, օրենսգետները եւ ծերերը ու ասացին նրան. «Ինչ իշխանությամբ ես դու այդ անում եւ ով տվեց քեզ այդ իշխանությունը»։ Հիսուս պատասխան տվեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխանեցեք ինձ եւ ես կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ այս անում։ Հովհաննեսի մկրտությունը երկնքից էր, թե մարդկանցից, պատասխանեցեք ինձ»։ Նրանք իրար մեջ խորում էին ու ասում. «Եթե ասենք երկնքից, մեզ կասի, իսկ ինչու նրան չհավատացիք։ Իսկ եթե ասենք մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորը գիտեին, թե Հովհաննեսը մարգարե էր»։ Պատասխան տվեցին եւ Հիսուսին ասացին. «Չգիտենք»։ Եվ Հիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ այս անում»։ Ահա այս հրաշալի համարն է, որ միասին պիտի սերտենք, վստահ եմ երևի այստեղ մարդ չկա, որ այս համարին ծանոթ չի, բոլորս էլ կարդացել ենք բազում անգամներ, տարբեր ավետարաններում կա, իրականում այս այն քիչ դրվագներից է ավետարանների, որ բոլոր 4 ավետարաններն էլ ունեն իրենց մեջ պարունակում են այս հատվածը, բացառությամբ Հովհաննեսի, որ Հովհաննեսը այս դրվագը ավելի մանրակրկիտ է ներկայացնում, որ ներկայացնում է իր երկրորդ գլխում, սկզբում, ոչ թե ավարտին, այս մասին խոսանք եւ ինչպես ամեն անգամ անում եմ, ուզում եմ նաեւ հիշեցնել, որ ընդհանրապես ավետարանները մեկը մյուսին լրացնում են եւ ինչպես նախորդ անգամ տեսակ ինչքան լրացում կատարվեց, այս անգամ էլ պիտի տեսնեք, թե ինչպես 4 ավետարանիչները մեկը մյուսին լրացնում են, որպեսզի ավելի լավ պատկեր ունենանք։ Եվ ընթերցելու եմ առաջին նախադասությունը ու միանգամից Ղուկասին եմ մեջ բերելու, որովհետև Ղուկասը մեզ տալու է մի միտք, որ ոչ Մարկոսը, ոչ Մատթեոսը եւ ոչ էլ Հովհաննեսը ունեն։ Նախ այսօրվա նյութը ու հետո արդեն հավելումը։ Ասում է եկան Երուսաղեմ եւ Հիսուս տաճար մտնելով սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին եւ գնորդներին եւ լումայափոխների սեղանները ցրեց եւ աղավնավաճառների աթոռները շուռ տվեց։ Եթե ուշադրություն դարձրեցիք, փաստորեն ինչ տեղի ունեցավ, միանգամից ուրեմն գալիս է Քրիստոս այդ թզենուն անիծելուց հետո տաճար, ի քաղաք ու մտնում է միանգամից տաճար։ Եվ Մարկոսը ոչինչ չի ասում այս մասին, բայց Ղուկասը մի պահ մեզ ներկայացնում է, թե մինչև քաղաք մտնելը ինչ էր մտածում Քրիստոս, եւ սա շատ հետաքրքիր է ու հրաշալի մի միտք է, որ ասում էր. «Եվ երբ մոտեցավ, տեսնելով քաղաքը, լաց եղավ նրա վրա եւ ասաց. Գոնե այս օրերին գիտենայիր դու քո խաղաղությունը, բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից, որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից, ում հիմնահատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մեջ քո որդիներին եւ քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ քո այցելության ժամանակը չճանաչեցիր»։ Այս հատվածն է, որ Մարկոսը մեզ ներկայացնում է ու հրաշալի հատված է, եւ այստեղ երկու միտք եմ ուղարկի գծել, ներողություն Ղուկասն է ներկայացնում, որովհետեւ մեր նպատակը Ղուկասի մեկնությունը չի, բայց երկու միտք ուզում եմ այստեղ շեշտել, որ նախ 42-ի մեջ 19-ի, որ Ղուկաս ավետարանիչն ասում է. «Գոնե այս օրերին գիտենայիր դու քո խաղաղությունը»։ Ինչու՞ սա շեշտեցի,
որովհետև եթե կհիշեք, ասացինք, որ Երուսաղեմ բառը ինքնին նշանակում է խաղաղության քաղաք։ Եվ հիմա ասենք նույն շալոմ բառը հենց նույն խաղաղությունն է եւ դա եբրայերեն է, իսկ արաբերեն սալամ, նույն իմաստն ունի, շն ու սն գրեթե նույն տառն են եբրայերենում, նույն տառն է, եթե կետը այս կողմն է ս-ը, եթե այս կողմն է շ-ը։ Այսինքն փաստորեն խաղաղության քաղաք էր կոչվում Երուսաղեմը, բայց արի ու տես, որ երբ որ իրական խաղաղությունը մտավ քաղաք, խաղաղության քաղաք մտավ իրական խաղաղությունը, Քրիստոս, որ Աստծո խաղաղությունն է, չընդունեցին խաղաղություն։ Այլ խոսքով, հաճախ մենք էլ սպասում ենք մի բանի, շատ ենք սպասում, որ լինի, բայց երբ որ լինում է, չենք ճանաչում նրան, ում որ մենք սպասում ենք, ու սա կատարվեց հենց իրենց աչքի առջև, ու դրա համար այս վերջի նախադասությունն էլ ընդգծեցի, որ ասում է, քանի որ քո այցելության ժամանակը չճանաչեցիր։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ փաստորեն ինչ դուրս եկավ, որ մարդիկ ունենալով ամբողջ գիտությունը 5 կտակարանի գրքերն անգիր իմանալով չհասկացան ու չճանաչեցին խաղաղությունը, որովհետև այդ ճանաչողությունը միայն գիտելիքի մեջ չէր, Աստվածաշունչ անգիր անելու մեջ չէր, այն նախ եւ առաջ հոգին մաքրելու մեջ էր, որտեղ եթե հոգիներներս մաքրված չի, մենք չունենք ճիշտ ճանաչողություն եւ Աստծուն չենք կարողանալու ճանաչել։ Ու այս կոնտեքստի մեջ է, որ թզենու անեծքի կամ չորացման դրվագը հստակ իմաստ է տալիս, որովհետև այս թզենու, ինչպես որ նախորդ անգամ ասեցի, չորացումը նախանշանն էր նրա, որ տաճարը պիտի ավերվեր, քանդվեր, եւ հենց սա էր, որ Քրիստոս ինքը մեզ ներկայացնում էր։ Մեսրոպը այստեղ է։ Արթան ջան, այս բանը կարաս փոխես։ Շատ լավ, ու գնանք ուրեմն առաջ։ Ասում է եկան Երուսաղեմ եւ Հիսուս տաճար մտնելով սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնորդներին եւ լումայափողների սեղանները ցրեց ու աղավնավաճառների աթոռները շուռ տվեց։ Ուրեմն այս էր կոնտեքստը։ Ուրեմն հասկանանք ինչ կատարվեց։ Քրիստոս եկավ, մտավ քաղաք, բոլորը, ասում է, ամբողջ քաղաքը ցնցվեց, ընդունեցին իրան մեծ սիրով, որից հետո գնաց տաճար եւ տաճարից հետո երեկոյան գնաց, գիտենք, որ Բեթանիա, որովհետև մենք խոսեցինք այն մասին, որ հայրերն ասում են, այդ ոգևորությամբ ընդունող մարդիկ անգամ տեղ չտվեցին, որ ինքը Երուսաղեմում մնար։ Եվ առավոտյան, երբ որ զարթնեց, սոված զգաց, քաղց զգաց իրեն, մոտեցավ, որպեսզի թզենուց օգտվի եւ թուզը չնայած գեղեցիկ էր թզենին, շատ տերևներով լեցուն, առատ, բայց քանի որ թուզ չուներ, Քրիստոս ասաց, որ թող քեզանից ուրեմն այլևս ոչ մի բան չլինի, ոչ մի պտուղ չկա։ Եվ ինչ է դուրս գալիս, որ առաջի բանը, որ Քրիստոս անում է, մտնում է նորից քաղաք, արդեն հաջորդ առավոտյան եւ մտնում է տաճար։ Նախորդ օրը, եթե կհիշեք, ես նոր ընթերցեցի, Քրիստոս երբ որ առաջի անգամ մտավ տաճար, ինքը ասում է ձախ ու աջ նայեց, այսինքն նախապես փորձեց տեսնել ինչ վիճակում է տաճարը գտնվում։ Հաջորդ օրը արդեն եկավ տաճարը մաքրելու։ Եվ սա էլ մեզ հետաքրքիր միտք է տալիս, որ երբեմն երբ որ ինչ-որ բան ենք ուզում անենք, նախ սպասենք, մի հատ ուսումնասիրենք, հասկանանք ինչ է կատարվում, ինչ որ Քրիստոս արեց։ Նախորդ գիշեր ուղղակի նայեց, ասում է Մարկոսը, արդեն հաջորդ օրը ինքը գիտեր իր անելիքը ու առաջի բանը, որ ինքը արեց, մտավ տաճար ու սկսեց տաճարը մաքրել։ Հիմա այստեղ հարց է ծագում, թե ինչ գործ ունեին լումայափոխներն ու աղավնավաճառները տաճարում։ Ուզում եմ այստեղ շատ լավ մի գեղեցիկ նախ հասկանանք պատմությունը, մեզ էլ այդտեղ դնենք, որ պատկերացրեք հրեական տաճարը մի վայր էր, որ աշխարհի ամեն կողմերից, նաև մենք սա գործքում ենք ընթերցում, մարդիկ գալիս էին երկրպագելու։ Եվ եթե պետք է երկրպագեին Աստծո տաճարի մեջ, կոնկրետ ինչ որ նախապայմաններ կային, անգամ հեթանոսներն էին երկրպագում։ Հեթանոսների տեղ կար, որոնք որ գալիս էին իրենց կենդանիները զոհաբերելու Աստծո տաճարի մոտ։ Հիմա այդ քարտեզը ես ձեզ ցույց կտամ։ Եվ ինչ էր լինում, կոնկրետ հստակ կենդանիների համար, ինչպես որ երկրորդում օրինացի մեջ ենք մենք կարդում, սահմանված կարգ կար։ Հատուկ կենդանի պիտի լիներ, մաքուր կենդանի պիտի լիներ, որևէ վնաս ունեցած չպիտի լիներ, ու պատկերացրեք, երբ որ օրինակ հեռավորությունից, չգիտեմ, Եգիպտոսից եկել են Իսրայել, այդ կենդանուն եթե ճանապարհին բերեին, ինչ էր լինելու, կենդանին հոգնելու էր, կենդանին կեղտոտվելու էր, միգուցե վիրավորվելու էր, այդքան բերելու են հասցնեին տաճար,
ու քահանայապետներն ասելու են, այս կենդանին մաքուր չի, իրեն չես կարող զոհաբերել։ Սո ավելի նախընտրելի էր, որ ոչ թե իրենց հետ կենդանիներին հեռվից բերեին, այլ կոնկրետ գնային տաճարի մոտ եւ տաճարի մոտ կոնկրետ այդ կենդանին առնեին, որը որ արդեն քահանաների կողմից վավերացված էր եւ այդտեղ արդեն զոհաբերումը կատարեին։ Ուրիշ պարագայ կար, ինչի լումայա փոխները, որովհետեւ համաձայն հին օրենքի ամեն դրամ չէ, որ անցնում էր տաճարում, կոնկրետ մի դրամ էր անցնում ու ասենք եթե մեկը, չգիտեմ, Հռոմից երեք է, մեկը այլ տեղերից, կոնկրետ պիտի գային այդ դրամները փոխեին, exchange Հայաստանում շատ կար, money exchange-ի տեղեր էին, որ ասում էին, օքեյ, այս դրամը այսքանով կփոխենք եւ առևտուր էր կատարվում, քո երկրի դրամը տուր, այս երկրի դրամը առ, որ կարողանաս դրանով տաճարի տուրքը տալ։ Այսինքն փաստորեն ինչա դուրս գալիս, որ այնպիսի վիճակ էր ստեղծված տաճարում, որ անպայման առևտուր պիտի լիներ, որովհետեւ այլ երկրներից գալիս էին տարբեր դրամներով մարդիկ եւ նաեւ կենդանիներ էին բերում ու նախընտրելի էր, որ կենդանին իրենց մոտից առնեին, որ էս էլ շատ սովորական է, եթե իրենց մոտից ես առնում, ուրեմն ավելի թանկ է եւ այլ եւ այլ։ Իսկ ինչու ավելի շատ աղավնավաճառներ, որովհետեւ աղավնին ամենաէժանն էր։ Շատ մարդիկ անկարող էին մեծ կենդանիներ զոհաբերել ու գալիս էին ու աղավնի էին գնում, ամենատարածված աղավնիներն էին ու աղավնին էլ համարվում էր մաքուր կենդանի եւ աղավնու զոհաբերությունը ընդունելի էր լինում։ Եվ փաստորեն էս էր վիճակը, որ կատարվում էր եւ ուզեցի այստեղ նաեւ ձեզ տաճարի այս քարտեզը տալ, որ մոտավորապես պատկերացրեք ինքը ինչպիսին էր, այստեղ կոչվում է Court of Gentiles, որ ցույց է տալիս, որ այստեղ նաեւ կային մարդիկ, հեթանոս մարդիկ, կռապաշտ մարդիկ, որոնք իրենք էլ էին մատուցում, միայն ամենակարևոր մասը, որտեղ որ խորաններ եւ սրբություն սրբոցներ, այդտեղ իրավունք չունեին ոչ ոք գնալ, միայն քահանայապետներ գնում, բայց այստեղ կանանց բաժին կար, քահանայից բաժին կար, դարպասները կային եւ ի վերջո նաեւ ինչպես որ ասացի, ամեն ինչ նույնիսկ հեթանոսների համար տեղ կար։ Բայց ինչն է այստեղ հետաքրքիր, որտեվ ես իմ մոտ սխալ ընկալում ունեի, որ երբ որ ասում ենք տաճար, փակ տաճար ենք հասկանում, չէ, բաց տաճար էր, այսինքն բացօթյա էր կատարվում հաճախ շատ բաներ, ու դա շատ բան փոխում է իմ ընկալման մեջ, որովհետև բացօթյա վիճակում պիտի նաև զգուշ լինենք, որ մենք ինչ անենք, տաճարը չվերածենք առևտրի տեղի։ Իսկ այս քարը, որ մնացել է հենց Քրիստոսի ժամանակներից, հունարենով գրված ինչ էր ասում, եթե ոչ զգուշացնում էր հեթանոսներին, որ այստեղից այն կողմ իրավունք չունեք մտնել, սա արդեն միայն հրեաների համար, այսինքն հեթանոսներին ինչ որ մի տեղ էր տրված եւ դրանից հետո ասում են չեք կարող մտնեք, եթե մտնեք մահապարտ եք, միգուցե եւ ձեզ դրա համար ասենք կարող են սպանել։ Սա ուրեմն այս վիճակն է, մոտավորապես պատկերացրեցինք ու Քրիստոս մտավ տաճար ու փորձեց տաճարը մաքրագործել եւ ասում է եկան Երուսաղեմ եւ Հիսուս տաճար մտնելով սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին եւ գնորդներին եւ լումայափոխների սեղանները լցրեց, ցրեց եւ աղավնավաճառների աթոռները շուռ տվեց։ Նորից ուզում եմ այս մասին խոսել։ Ինչու սկսեց տաճարից Քրիստոս։ Կարող էր ամեն մի տեղից սկսել, բայց սկսեց տաճարից ու կարծում եմ նաեւ սա այն միտքն է, որ առաջի Պետրոսի մեջ ենք տեսնում, երբ որ առաքյալն ասում է, քանի որ ժամանակն է, որ սկսվի դատաստանը Աստծո տնից, որովհետև եթե այն նախ մեզնից սկսվի, ապա ինչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդվեցին Աստծո ավետարանին։ Ուրեմն Քրիստոս սկսեց իր տնից, իր տաճարից, իր սրբությունից։ Եվ երբեմն այս մտայնությունը մենք նաև մեր իրականության մեջ ենք տեսնում, որովհետև Քրիստոս սկսում է մաքրագործումը իր տաճարից։ Նաև այստեղ շեշտեցի, որ բացօթյա էր կատարվում զոհաբերությունները, դրամ հավաքելու երևույթը կար եւ այսօր էլ ցավոք սրտի կա, մանավանդ մեր իրականության մեջ, որովհետեւ Հայաստանում շատերս որ եկել ենք նման բան չենք տեսել, որ պնակա պտտեցվում, ափսեա պտտեցվում, որպեսզի դրամ հավաքվի, իսկ նման բան չկար, կար գանձանակ, մի վայր, որտեղ որ հավատացյալը իր կարողությամբ, իր չափով գանձանակ էր գցում եւ այդ գանձանակը Քրիստոս ինքը տեսավ եւ վավերացրեց, որովհետեւ տեսանք Հայրի կնոջ օրինակով, թե ինչպես էին գանձանակի մեջ մարդիկ դրամ գցում եւ ինչպես Հայրիկինը երկու լումա գցեց։ Ուրեմն գանձանակը ընդունելի է, բայց այս դրամի պտտեցումը
Գոնե ինձ միջև որս 20 տարուց ավել այստեղ եմ, ես չեմ կարողանում հարմարվել այդ մտքին։ Եվ այսօր լսեցի, որ նաև Հայաստանում էլ նման օրինակներ են կանում, սա մեզ համար արտացում թող լինի, որ զգուշ լինենք սրանից։ Ուրախ եմ, որ որոշ եկեղեցիներ ու անունը կարող եմ տալ, Սրբոց Առաքելոցը Թանգայի Տերավետիսը այս միջոցառում այս վիճակը դուրս հանեց եւ երկար ժամանակ COVID-ից հետո այլևս այդ պնակը չի պատտեցվում եւ ոչ մի բանով պակաս չի մնում եկեղեցին, ընդհակառակը շատ ավելի շատ է ստանում նվիրատվության հաշվին, քան այդ պնակ պատտեցնելով։ Դա այստեղ ուզում եմ ասել հետեւյալը, որ Քրիստոս ավելի շատ զայրացավ, ուշադրություն դարձեք այս վիճակը, այս վաճառողներին, գնորդների այս վիճակը, որ տեսնում ես, Քրիստոս ավելի շատ զայրացավ սրբությունները պղծելու համար, քան իր անձը վիրավորելու համար։ Եվ սա հայրերն ասում են մանավանդ Պարսեղ Մաշկևորցին իր Մարկոսի ավետարանի մեջ այն միտքն է, որ մեզանից յուրաքանչյուրը կոչված է մեր սրբությունները պահպանելու ամեն գնով, նույնիսկ կյանքի գնով, բայց երբ որ անձնական վիրավորանք ենք ստանում, միգուցե սա կարող ենք ներել մեծահոգաբար, բայց սրբությունների հանդեպ այդ ծաղրանքը անընդունելի է, ու սա Քրիստոսի իր օրինակով ցույց տվեց, որ ընդհանրապես շատ խիստ գտնվեց տաճարի հանդեպ այս ունեցած շատ բացասական առևտրի վիճակի դեպքում։ Եվ այստեղ հետաքրքրորեն նաև այս ամենի մեջ այլաբանություն են հայրերը տեսնում եւ Բիդ անունով, որ շատ եմ իրեն մեջ բերում, որովհետեւ Մարկոսի մեկնություն ունի 8-րդ դարի անգլիացին ասում էր աղավնե վաճառները այլաբանորեն այն հոգեվորականներն են, ովքեր գումարով ձեռնադրություններ էին կատարում։ Եվ սիմոնություն էր կոչվում սա, եւ մեր կանոնների մեջ էլ սա կա, որ խիստ արգելվում է գումարով ինչ-որ մեկին ձեռնադրություն անել, երբ որ եպիսկոպոսները գումարով նման բան էին անում ու շատ խիստ քննադատվում էր նաև սա։ Ինչու, որովհետև աղավնին ինքը խորհրդանշում էր Սուրբ Հոգին, Սուրբ Հոգու շնորհը եւ դրանով փոխանցելը աղավնիների տալը, նաև հայրերը լինելով իրենք հոգեվորական, սրա հետ էին կապում եւ զգուշացնում էին, որ անգամ նման բան չլինի եկեղեցում։ Եվ հիմա տեսեք ինչ է անում, բացի այն, որ ինքը շուռ տվեց այս ամեն ինչը, չէր թողնում, որ որևէ մեկը տաճարի միջով նույնիսկ որևէ բան անցկացնի։ Որովհետև այստեղ փաստորեն կարող ասենք ինչի է այդքան կարևոր, որ այդ նույնիսկ տաճարի մեջով ինչ-որ բան անցկացնելն է Մարկոսը շեշտում, որովհետև ուզում էր ասել, որ տաճարը տարանցիկ անգլերենով ասած shortcut-ի տեղ չի։ Տաճարը սրբություն սրբոցն է եւ տաճարը պիտի իր սրբության մեջ մնա։ Այս միտքն են ասում հայրերը, որ այսօր էլ շատ տիպիկ է։ Ասում էր տաճարը կոչված էր փողոցը սրբագործելու կամ քաղաքը սրբագործելու, բայց արի ու տես, որ հասել ենք այնտեղ, որ քաղաքն էր պղծում տաճարը։ Սա շատ կարևոր իրականություն է մեր մեջ։ Արդյոք տաճարն է սրբագործում իր շրջապատը, թե իր շրջապատն է պղծում տաճարը։ Դուրսը փաստը մնում էր փաստ, որ այս իրականության մեջ շրջապատն էր սկսել պղծել տաճարը, ոչ թե տաճարն էր սկսել լուսավորել ու սրբագործել իր միջավայրը։ Եվ ինչ որ Քրիստոս արեց, մի պա եթե անդրադառնանք, պատկերացրեք Քրիստոս գալիս է իշխանությամբ եւ այս առևտրականներին բոլորի սեղանները շուռա տալիս, դրամները շուռա տալիս աղավնավաճառ, բավականին քաոսային մի վիճակ է, բայց ինքը սա անում է իշխանությամբ։ Անում է թագավորական իշխանությամբ, անում է քահանայական իշխանությամբ։ Ինչու ասացի թագավորական իշխանությամբ, որովհետև հրեական իրականության մեջ երկու թագավոր գոնե նույն այս քայլը կատարեցին, տաճարը սրբագործեցին։ Եվ այս միտքը մենք տեսնում ենք երկրորդ մնացորդած 29-րդ գլխի մեջ եւ 34-րդ գլխի մեջ, եւ ուզում եմ Եզեկիաս արքայի այս միտքը ընթերցել, որ նաև Եզեկիասից հետո Հոսիասն էլ արեց, բայց Եզեկիասի այս մեջբերումը արել եմ, որ ասում եմ. լսեցեք Ղևտացիներ, այսուհետև պետք է սրբվեք եւ սրբեք ձեր հայրերի Տեր Աստծո տունը, պղծությունները պետք է դուրս հանեք սրբարաններից, մեր հայրերը անհավատարիմ եղան ու չարիք գործեցին Տիրոջ առջև, լքեցին նրան ու իրենց երեսները շուռ տվեցին Տիրոջ խորանից, ընդվզեցին ու փակեցին տաճարի դռները, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին եւ զոհեր չմատուցեցին Իսրայելի Սուրբ Աստծուն։ Տերը խիստ զայրացավ Հուդայի երկրի եւ Երուսաղեմի վրա եւ նրանց մատնեց հիմարության, կորստյան եւ խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։ Ուրեմն Աստված ժամանակ առ ժամանակ իր տաճարը սրբագործում է
եւ օգտագործում էր տարբեր մարդկանց։ Այս անգամ Աստված ինքը մարդ դարձավ, մտավ մարդկանց մեջ ու առաջի գործը Սուրբ քաղաքում որ արեց, տաճարի սրբագործումն էր։ Ինչպես որ ասացի, Հովանու ավետարանում սկզբում է դրված, երկրորդ գլխում է դրված այս դրվագը, որոշ հայրեր ասում են, որ սա փաստորեն նաև ցույց է տալիս, օրինակ Ոսկեբերանի կամ Օգոստինոս Երանելու նման անձինք, որ երկու անգամ է նույնիսկ Քրիստոս արել, մի անգամ իր առաքելության սկզբում արեց, տաճարը մաքրագործեց, մյուս անգամ վերջում արեց։ Հովանեսի մեջ բավական մանրամասներ կան, որ մյուս երեքը չունեն։ Ուզում էի նաև Հովանեսի դրվագը ընթերցենք, որ ասում է հրեաների զատիկը մոտ էր եւ Հիսուս Երուսաղեմ ելավ եւ տաճարի մեջ գտավ նրանց, որ վաճառում էին, տեսեք, այստեղ ուրիշ կենդանիներ կան, արջառներ, ոչխարներ եւ աղավնիներ, ինչպես նաև լումայափոխներ, որ նստած էին։ Եվ չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց։ Նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց եւ նրանց սեղանները շուռ տվեց։ Իսկ աղավնի վաճառողներին ասաց. դրանք այստեղից վերցրեք եւ իմ հոր տունը վաճառատան մի վերածեք։ Նրա աշակերտները հետո հիշեցին, որ գրված է քո տան նկատմամբ իմ նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի։ Մի քանի բան եմ ընդգծել։ Առաջինը, որ այստեղ տեսանք, որ միայն աղավնի չէին, այլ նաև կենդանիներ էլ կային, ինչպես որ ասացի, որոնք որ նորից դրված էին, որ գայր գներ ու տաներ զոհ մատուցեիր։ Երկրորդը շատ կարևոր էս մասին ես էլի եմ խոսել, բայց միշտ նոր մարդիկ ունեն, հիշեցնեմ, որ հայրերն ասում են, ճիշտ է, ինքը ճիպոց սարքեց եւ ճիպոտով բոլորին վռնդեց, բայց այդ ճիպոտը չվանից էր, թելից էր, այսինքն ինքը չէր վնասում, ինքը չէր սպի թողնում, չէր ճղում, ինքը ճիշտ է հարվածում էր, բայց այդ հարվածի մեջ էլ սեր կար, որովհետև չէր ուզում վնասել, այլ ուզում էր դաս տալ։ Ու հաճախ հայրերն էս են ասում, որ մեր Աստված երբ որ մեզ պատժում է մեր մեղքերի համար, նա անում է հենց այս չվանով, այս թելով, որը որ ոչ այնքան քեզ ցաված, այո, կարող է ցավ զգաս, բայց քեզ չի վնասում, քո կյանքում սպի չի թողնում, ինչպես որ կանի չարը, որտեղ չարի նպատակը քեզ սպի թողնելն է, արունակամ անելն է, իսկ Աստծո նպատակը քեզ դարձի բերելն է ու քեզ ինչ որ չափով սթափեցնելը, բայց ոչ երբեք քեզ վնասելը։ Եվ նաև այստեղ այս միտքը կար, որ ասում էր դրանց այստեղից վերցեք եւ իմ հոր տունը վաճառատան մի վերածեք։ Այս վաճառատուն գաղափարը Հովանու ավետարանում կա, որովհետեւ մյուս տեղ պիտի տեսնենք, որ ավազակների որջեր գաղափարն է։ Իրապես վաճառատուն շատ ենք տեսնում ու մեզանից յուրաքանչյուրը սրա մասին պիտի մտածի։ Իսկ վերջի միտքը, որ նորից շատ հետաքրքիր էր, հետևյալն էր, որ ասում էր քո տան նկատմամբ իմ նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի։ Ինչի նկատի ուներ։ Քրիստոս բացառիկ նախանձախնդիր է իր տաճարի հանդեպ, ինչպես որ ասացի։ Անգլերենով նախանձախնդրություն կոչվում է zeal։ So այս zeal-ը, որ Քրիստոս ուներ, հրաշալի է ու շատ զորեղ։ Ու սա ինձ օրինակ է տալիս, որ մենք Աստծո տան նկատմամբ ունենանք այս նախանձախնդրությունը։ Հաճախ մենք չունենք այս նախանձախնդրությունը, այս 2 օր պապայիս հետ եմ խոսում, հորս հետ, որ մենք մեզ քրիստոնյա ենք կոչում, բայց երբ որ մեր դասերի ժամանակ կամ մեր անմիջական շրջապատում եկեղեցին սկսում է փնովվել, քրիստոնեությունը սկսում է փնովվել, Աստվածաշունչ մատյանը սկսում է փնովվել, ծաղրվել անգամ, մենք ձայն չենք անում։ Իսկ դրան հակառակը Քրիստոս ուներ այդ խիստ նախանձախնդրությունը, այդ զիլը, որ թույլ չէր տալիս։ Եվ սա է գալիս, այսինքն այլ խոսքով իրոք Աստծո տունը, իրոք քրիստոնեությունը, իրոք Աստծո հավատը մեր համար սրբություն է, թե ոչ։ Եթե սրբություն ուրեմն չեն կարող այսպես մատերի արանքով դիտել, ու շատ սովորականն է, որովհետև երբ որ մեզ են վիրավորում, մենք շատ ծանր ենք դա տանում, ո ինքը ինձ վիրավորեց, ասեց աչքից վերևը ունք կա, այդքանը բավարար է մեզ, որ լրիվ փոխվի մեր վերաբերմունքը։ Բայց երբ որ մեր հավատն ու մեր սրբություններն են մեր աչքի առջև վիրավորում ու ծաղրում, մենք արի ու տես շատ ավելի սովորական ենք նայում, որտեղ անձնական շահ ունենք, միգուցե չենք ուզում, որ այդ մարդու հետ ինչ որ գժտվենք, կամ այդ մարդը կարող է գործատուն լինի, կամ ինչ որ դասատուն լինի, ինչ որ մեկը լինի, ու այստեղ է գալիս, արդյոք ես ունեմ այդ նախանձախնդրությունը, արդյոք ես ունեմ այդ զիլը, ինչ որ Քրիստոս ինձանից պահանջում էր։
Եվ ասում ուսուցանում էր նրանց ու ասում. գրված է իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձել եք ավազակների որջեր։ Ինչի մեջ բերումով սկսեց Քրիստոս։ Ցույց տալու համար, որ ես հենց այնպես օդից չեմ խոսում։ Ես ձեզ մեջ եմ բերում Աստծո խոսքը։ Եվ Աստծո խոսքը սա է ասում, իսկ որտեղ էր ասում, խորքի մեջ երկու մեջ բերում է կատարում Քրիստոս, որպեսզի հրեաներին հիշեցնի, որպեսզի մեզ էլ հիշեցնի, որ Աստծո տունը աղոթքի տուն է։ Դրա համար Եսայի 56:7-ի մեջ հենց այս մեջբերումն էր, որ Քրիստոս անում էր, իմ տունը բոլոր հեթանոսների համար աղոթքի տուն պիտի կոչվի։ Հեթանոսը էթնոս բառն է հունարեն, որը կարող է թարգմանվի եւ հեթանոս եւ ազգ։ Եվ դրա համար երբեմն սա ազգ է թարգմանվում այդ նույն բառը, երբեմն հեթանոս, բայց փաստորեն միտքը նույնն է։ Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի։ Իսկ Երեմիա 7:11-ը, որ հեշտ է հիշել 7:11, Երեմիա 7:11-ն ասում է. միթե ձեր աչքին ավազակների քարայր է դարձել իմ այս տունը, որի վրա իմ անունն է դրված։ Ուրեմն եթե ձեզ թվում է, թե այս տունը քարայր ավազակների, սխալվում եք, այս տան վրա իմ անունն է դրված, Աստծո անունն է դրված եւ մենք պիտի ուշադիր լինենք։ Ուրեմն Աստծո տունը դրամատուն չէ, այլ աղոթքի տուն է, սա էր, որ Քրիստոս ուզում էր մեզ ասել։ Իսկ ովքեր են ավազակները։ Ինչու ավազակ բառը օգտագործեց այստեղ Քրիստոս։ Ավազակը շատ պարզ բան, մեկն է, ով նեղացնում, չարչարում է դիմացին, երբեմն նույնիսկ պատրաստասպանելու իր անձնական շահի համար։ Ինքը բարոյական որևէ չափանիշ չունի, ինքը պատրաստ է դիմացինին ցածրացնել, ոչնչացնել, կեղեքել, չարչարել, որպեսզի իրենից շահ ստանա։ Գողը կարա գողանա, բայց մարդու հետ խնդիր չունի։ Գողը, ասենք, տունն է, տունը չես, կարող է մտնի թալանի դուրս գա։ Սա երբեք էլ չեմ ասում, որ իրենց ինչ-որ չափով արդարացնեմ, բայց ավազակային հարցակում, երբ որ գնում ես մարդկանց ամեն ձև վնասում ես, որպեսզի թալանես, կողոպտես, սա շատ ավելի վատ է, որտեղ մարդուն ես վնասում։ Եվ թերևս ոմանց կթվա, թե ես ընդամենը առևտրով եմ զբաղվում, սրբության, տաճարի կամ կողքը։ Ես ում եմ վնասում, բայց խորքի մեջ Քրիստոս ասում է դու ավազակի պես ես քեզ պահում, որովհետև ոչ թե նրա մարմինն ես դու վնասում, այլ նրա հոգին ես դու վնասում, որի համար շատ ավելի մեծ պատասխան ունես տալու։ Եվ այստեղ է, որ 2 գլուխ հետո Մարկոս 13-ում Տերը պիտի ասի, որ շուտով այս տաճարը ավերվելու է եւ քարը քարի վրա չի մնալու։ Այսինքն այն ինչ որ հիմա դուք տեսնում եք, շուտով, որը որ ընդամենը մի քանի տասնամյակ հետո էր, պիտի ավերվի ու միջև օրս 2000 տարի անցել այդ տաճարը չի կառուցվել, ինչ որ Քրիստոս ասաց, որովհետև իրանք չհասկացան տաճարի արժեքը ու երբեք էլ չունեցան փաստորեն էլ տաճար, որովհետև տաճարը վերածեցին առևտրի տան եւ ավազակների որջի։ Եվ սա մեզ է մեծ դաս, մենք ունենք տաճար, զգույշ լինենք, որ մենք հետ չզրկվենք մեր տաճարներից։ Քահանայապետներն ու օրենսգետները լսեցին այս եւ միջոց էին փնտրում, թե ինչպես կորստյան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետև ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա։ Հիմա հարց է գալիս, ինչու էին հրեա ղեկավարները ցանկանում սպանել Հիսուսին։ Ուզում եմ այստեղ շատ լավ հասկանանք, սպանել միայն չկարծենք ֆիզիկական սպանությունն է, երբեմն սպանում ես լրացնելով, երբեմն սպանում ես քարկոծելով, երբեմն սպանում ես անգլերենով ասած blackmail անելով։ Ինչու։ Կարծում եմ 3 հիմնական կետ կա։ Առաջինը, քանի որ ավելի եսասեր էին, քան աստվածասեր, եւ իրենց աթոռն ու պատիվն ավելի կարեւոր էին համարում, քան ամեն ինչ։ Երկրորդը, քանի որ լճացել էին եւ չէին ցանկանում փոփոխություն տեսնել։ Եվ հիմա մեկ ինչ որ երիտասարդ 33 տարեկան եկել է, ինչ որ փոփոխություններ ա ուզում բերի, անընդունելի է մեր համար։ Մենք մեր ձևը գիտենք, մեզ մի սովորացրեք ջահելներ, այս մտայնությունը ինչքան շատ կա։ Եվ երրորդ, քանի որ իրենց էին տեսնում միակ ղեկավարը, ոչ թե Աստծուն։ Այդ ամբողջ տաճարը իրենցն էին տեսնում։ Եվ հետաքրքիր է, երբ որ հնագիտական archaeological հայտնաբերումներ արվեցին տաճարի շրջանակում, տեսան, որ բազում շրջապակում տաճարի բարձրաստիճան հրեա քահանայապետերի դղյակներ կային։ Այսինքն իրենք այնտեղ լավ տնավորվել էին, մեծ տներով, դղյակներով հավաքվել էին այնտեղ, եւ այս ամեն ինչ իրենք տաճարը, Աստծո տունը իրենցն էին տեսնում
եւ այդտեղից շահ էին օգտագործում եւ երբեք չէին փառաբանում Աստծուն ու չէին տեսնում իրական Տիրոջը եւ իրական ղեկավարին տաճարի, որ ինքը մեր Տերն ու Փրկիչն էր։ Եվ տեսեք ինչ է կատարում, փաստորեն այսօրը մի ամբողջ օր Մարկոսը մի քանի նախադասությամբ խոսեց, ուրեմն Քրիստոս այդ առավոտյան մտավ տաճար, տաճարը մաքրագործեց, այստեղ բանավեճի բռնվեց հрьяաների հետ, բայց իր գործը կատարեց։ Մաքրագործեց տաճարը եւ երեկոյին դուրս եկավ քաղաքից։ Այստեղ երբ որ այս միտքը տեսնում ենք, Ղուկասը մեզ օգնում է հասկանանք իր 19-րդ գլխի մեջ, որ Քրիստոս ամեն օր փաստորեն այս վերջի շաբաթվա ընթացքում նրանց ուսուցանում էր տաճարում։ Ուրեմն ամեն օր Քրիստոս գալու է տաճար եւ ամեն օր սովորեցնելու է տաճարում։ Մի բան, փաստորեն crash course անգլերենով ասած, խտացված դասեր է կատարում Քրիստոս։ Իր առաքելության վերջի շրջանն, ով լսեց, ով վերցրեց, ունի ինքը մարդկանց, ովքեր ամեն ձև խանգարում են ինը։ Սրանք քահանայապետներն են, սրանք օրենսգետներն են ու սրանք գերեցներն են, որոնք կոչվելու են Sanhedrin, այսինքն գլխավոր ղեկավարությունն է լինելու հрьяաների, բայց միևնույն է, ինքը տաճարում է, ով որ կգա կլսի ինձ, թող լսի, որովհետև այլևս հնարավորություն չեն ունելու ու հիմա է ժամանակը, կամ կանեն, կամ չեն անի։ Ուրեմն այս ընթացքում, երբ որ ես մեկնություններն էի նայում, մի կաթոլիկ աստվածաբանի միտքը կարդացի ու ինձ շատ դուր եկավ, ու սա թարգմանեցի անգլերենից հայերենի եւ ուզում եմ ձեզ ընթերցել։ Տեսնենք, թե սրա հետ մենք առնչություն ունենք, թե չէ, այս կինը, որ կին է, բավական մեծ քաջություն ունի այս մասին խոսելու ու տեսնենք սրա մեջ մենք մեզ տեսնում ենք, թե չէ, ասում եմ, արդյոք մեր տաճարները մաքուր են այսօր, արդյոք մեզ մոտ չկա իրենց անձնական շահ հետապնդող ղեկավարություն, բաժանումներ, բամբասանքներ, անբարոյական վիճակներ, վաճառականության երևույթներ, սիրո պակաս հանդեպ այն անձանց, ովքեր մեր շրջանակից չեն։ Արդյոք մենք եկեղեցին տանում ենք դեպի աշխարհ, թե աշխարհն ենք բերում եկեղեցի։ Եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, կտեսնենք, որ միայն հին հрьяաները չէին, որ վաճառականության կենտրոնի էին վերածել Աստծո սրբազան տունը։ Եվ հենց այս մտայնությունը իրապես ինձ շատ խոցեց, որովհետև ճշմարիտ խոսքեր են եւ ինքնա քննադատությունն է, որ ամենակարևոր բանն է, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի անի, եւ շատ կարևոր բան պիտի հասկանանք։ Աստված ցանկանում է վերականգնել իր տան սրբությունը։ Եվ իր տունը մինչև հիմա տաճար ենք տեսել, հետո պիտի հասկանանք, որ այդ տունը նաեւ մեզանից յուրաքանչյուրն է ու այստեղ ենք գալու։ Հիմա երրորդ օրն է, երրորդ առավոտն է, կարծես հաջորդ օրը առավոտյան մինչ նույն ճանապարհից էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան։ Հետաքրքիր այս միտքը կա, նախ այն, որ հաջորդ առավոտ, դրա նախորդ առավոտը անիծել էր Աստված, հաջորդ առավոտ արդեն թզենին ոչ թե չորացած տեսան, այլ արմատից չորացած տեսան։ Այսինքն, ինչ է նշանակում արմատից չորացած տեսնել։ Բացարձակ բանի պետք չես, այսինքն դու պիտի մենակ փոխվես։ Որտեվ եթե արմատները տելա չորացել, դու ուղակի տեղ ես գրավում հողի մեջ, երբեք ու երբեք քեզանից ոչ մի պտուղ չի դուրս գալու։ Սա ամենահետաքրքիր ու կարևոր բան էր, իսկ հայրերը այստեղ այլաբանություն տեսան։ Ասում են թզենին, որ հին հրեական ընկալումն էր, պիտի փոխվեր ձիթենու, olive tree։ Իսկ ձիթենին ինքնին Սուրբ Հոգու նաև խորհրդանիշ ունի, որովհետև ձեթը կամ մինչև հիմա Մյուրոնի օրինակը մենք տեսնում ենք։ Ու հետաքրքրորեն մեջ էին բերում Սաղմոս 51-ը, որ ասում էր, իսկ ես Աստծո տան պտղաբեր ձիթենու նման եմ, այլ թզենին չի, այլ ձիթենին է։ Հավիտյան եւ հավիտյանս հավիտենից հույսս դրի Աստծո ողորմության վրա։ Եվ այստեղ մի sense նկար եմ դրել, չգիտեմ ծանոթ է ձեզ այս նկարը, որ դրել եմ։ Գիտեք որտեղ է։ Տակը։ Թուղթը, հա, նկարը։ Նկարել եմ այդ թուղթը։ Ես իմ գրադարանում է, գրադարանիս անկյունում դրած է, ու շուրջ 10 տարի է այս թուղթը այդտեղ դրված է։ Հետաքրքրորեն, երբ որ Սաղմոս 51-ը ընթերցում էի, ասեցի, ես հա պիտի տպեմ մեծ եւ դրեմ անընդհատ։ Երբեմն թուղթը արդեն դեր մաշվում է, փոխում, նոր եմ
նոր թուղթ եմ տպում, բայց միշտ դնում եմ նման թղթերից, որովհետև սա ինձ համար ոնց որ իմ խորհրդանշական է, որ իրապես մեզանից յուրաքանչյուրը կոչված է պտղաբեր ձիթենի լինել եւ հավիտյանս հույսը դնել Աստծո ողորմության վրա։ Եվ սա էր, որ հայրերն ասում են, փաստորեն Քրիստոս թզենին արմատախիր արեց, որպեսզի ձիթենին տնկի, իսկ ձիթենին նաև խորհրդանիշն է ողորմության, որովհետև հունարենում էլայոս եւ էլեոս, այդ մեկը ողորմություն է, մեկը ձեթ, եւ հայրերը այդ երկուսը բառախաղ էին տեսնում, ասելով, որ ողորմությունն ու ձեթը նույն բանն են, ու դրա համար, երբ որ 10 կույսերի առակը ընթերցեցինք, այն ձեթը, որը պակասեց, հայրերն ասում են, այդ ողորմությունն էր, որ 5 հիմար կույսերի մոտ պակասեց եւ դրա համար իրենք հարսանիք Աստծո արքայություն չմտան։ Ուրեմն Պետրոսը հիշեց եւ ասաց նրան. «Ռաբբի, ահա վասիկ թզենին, որին անիծեցիչ չորացել է»։ Ուզում եմ այստեղ մեկ անգամ եւս հասկանանք ու հավատանք, որ Աստված կարող է պատժել։ Եվ այդ պատիժը արդար պատիժ է, սակայն ոչ թե նրա համար, որ ինչ որ վատ բան էր արել թզենին, այլ որ լավ բան չէր արել եւ պտուղ չէր տվել։ Այս մասին շատ եմ խոսել, այս անգամ եւս ուզում եմ խոսել, որ միշտ մեզ թվում է, որ մենք եթե չենք սպանում, չենք խաբում, չենք շնանում, չենք գողանում, ուրեմն մենք արդեն մեր համար ամրագրել ենք երկնքի արքայության տեղը, դե բարի մարդ է, լավ մարդ է։ Ոչ մեկին ոչ խաբում է, ոչ շնանում է, ոչ գողանում է։ Ու այստեղ ունենք թզենու կերպարը, որը որ ոչ մի վատ բան չէր անում, բայց ոչ մի լավ բան էլ չէր անում։ Եվ անընդհատ խոսում ենք այս մասին, որ քրիստոնյայից կոչվածը, Աստված քրիստոնյայից կոչում է լավ պտուղ։ Երբ որ մենք ոչինչ չենք անում, նմանվում ենք անպտուղ թզենու, որ իր համար տեղ է զբաղացնում, ոչ տաքա, ոչ սառը, գաղջ է։ Եվ այս գաղջությունը Աստված երբեք չի ընդունում, դրա համար հայտնության մեջ այս միտքը շատ հստակ է։ Գաղջ մի եղեք։ Եվ ուրեմն ի՞նչն է գալիս թզենու օրինակ ինձ Հայկին ասելու, որ Հայկ օրդ մի կորցրու բարիք գործելու համար։ Եթե այսօրը ունես, Աստված այսօրը քեզ պարգևել է, Սևանան գնաց նոր հասցրեցի դասից առաջ, ինչ ես, ոնց ես, ինչ կա, ասեց այսօր առավոտը զարթնացել եմ, միշտ հարցնում, ինչ լավ բան, չէ՞։ Առավոտը արթնացել եմ հույսով ու փառք եմ տալիս Աստծուն դրա համար, իրապես փառք ենք տալիս այս առավոտվա համար, բայց եթե սա կա, սա տրված է մեզ հնարավորության համար, որ բարի գործ անենք։ Այլապես եթե այդ բարեգործությունը չկա ու մենք մեր համար ենք մենակ ապրում, մենք նմանվում ենք այդ թզենու, որ միգուցե մի օր չորացվի, եւ հետաքրքրորեն, եթե Նարեկացու աղոթամատյանն ունեք, Մատյան ողբերգությանը, 9-րդ աղոթքը, որ թնա, եթե ընթերցեք, թզենու առակի վերլուծումն է ինքը անում այս վիճակի։ Մի պաուզեցի դնեմ, հետո ասեցի կերկարի։ Իսկ խնդրում եմ, եթե գնաք տուն ընթերցեք ու տեսեք ինչպես է ինքն իրեն համեմատում հենց այս ասպտուղ, անպտուղ թզենու հետ։ Գնանք առաջ։ Եվ ասում է Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթե Աստծո հանդեպ հավատ ունենաք, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս լեռանն ասի ել եւ ծովն ընկիր, եւ ի սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է կլինի, նա ինչ էլ ասի կկատարվի»։ Նախ այստեղ ուզում եմ ասել, որ բնագրում հունարենը դրա համար կանաչով գրեցի ամեն լեգո հումին բառն է, այսինքն ամեն ասեմ ձեզ, գրաբարյան, բառացի կրկնությունը, ինչ է սա նշանակում, սա Աստծո խոստումն է։ Աստված այս բառերը երբ որ ասեց, Աստված խոստացավ, իսկ Աստծո խոստումը բեկման ենթակա չի։ Եթե Աստված խոստացավ, ասում է ամեն լեգո հումին, մի բան, որ թարգմանության մեջ կորել է ցավոք սրտի, բայց գրաբարում կա, ամեն ասեմ ձեզ։ Ուրեմն սա նախ եւ առաջ Աստծո խոստումն է։ Եվ շարունակում է. Փաստորեն ամբողջը հավատի մասին է, եւ որի մասին ես մի քանի մեկնություններ եմ անելու, մեջբերումներ եմ անելու հայրերից, թե ինչքան կարեւոր է ունենալ հավատ, աղոթքի հետ ունենալ հավատ։ Եվ այդ հավատը ինքը նոմինալ վիճակ չի։ Ինքը միշտ պետքա զորանա, որտեղ այդ հավատի զորությունից է կախված մեր աղոթքի խնդրվածի կատարվել կամ չկատարվելը։ Բայց այստեղ ուզում եմ մի քանի բառերի մասին էլ խոսեմ։ Ինչա լեռը, որտեղ ասում եմ, եթե լեռանն էլ ասեք արմատախ կամ դուրս արի ու գնա ծովն ընկի, կընկնի։ Լեռը շատ հայրեր շատ ձև են մեկնում, բայց 1-2-ը հիշեն, որ մեր առջև կանգնած խնդիր։
Լեռը ինքը չի թողնում, որ գնաս առաջ, դեմդ պատնեշ է, մեծ պատնեշ է, հզոր պատնեշ է, որը որ դու չես կարող անցնել, եւ եթե հավատք ունես, այդ պատնեշը, այդ խնդիրը կարող ես վերացնել, որովհետեւ լեռից ավելի խորքային տեղ կա, դա ծովն է, որ կփակի այդ լեռը, ու ինչքան էլ մեծ է, միևնույնն է, ծովն ավելի խորն է, եւ այդ խնդիրը կարող է լուծվել։ Լեռը նաեւ մեր եսն է, շատ հայրեր ասում են, որ այնքան բարձրանում է երբեմն, որ պատնեշ է դառնում մեր ու Աստծո հետ հարաբերության մեջ։ Եվ նաև այստեղ էլ շատ կարևոր է, որ մենք այդ լեռը հանենք եւ ծովը նետենք, որպեսզի Աստծո առջև ճանապարհը բացվի եւ մենք կարողանանք Աստծո հետ մեր հարաբերությունը մշակել։ Հաճախ այդ եսը մեծագույն լեռն է նաև մեր կյանքի։ Թեոփիլակը 12-րդ դարում ասում էր, նա ով հավատում է ամբողջությամբ հանձնվում է Աստծուն։ Ու սա իրապես լուրջ հարց է։ Ես իմ կյանքում միշտ կարող եմ վկայել ձեզ, խոստովանել, որ միշտ հավատի պատերազմի մեջ եմ։ Միշտ հավատի պատերազմի մեջ եմ, երբեմն ամաչում եմ իմ թերահավատությունից ինքս իմ մեջ, եւ ես դա ինքս գիտեմ ու խոստովանում եմ բոլորին ու անընդհատ բայց պայքարում եմ, անընդհատ աշխատում եմ իմ հավատն ամրացնելու վրա։ Որովհետև գիտեմ, որ սրան եմ կոչված ու ինչպես որ Թեոփիլակն էր ասում, նա ով հավատում է ամբողջությամբ հանձնվում է Աստծուն։ Այսինքն լրիվ Աստծուն է ստրվում, որովհետև լրիվ այդ հավատքն ունես ու դրա համար կհիշեք մի երկու գլուխ առաջ խոսում էինք այն մասին, որ մենք պիտի երեխայի նման լինենք, որ երկնքի արքայությունը ժառանգենք, իսկ երեխան ով է, որ իր ծնողի հանդեպ կատարյալ վստահություն ունի, ամբողջությամբ հանձնվում է իր ծնողին։ Ահա էս է Աստված մեզանից պահանջում, բայց արդյոք ես հայկս ունեմ դա թե ոչ, սա լուրջ հարց է, որ ես ինձ դիտամ ու փորձեմ այս հարցին պատասխանել։ Իսկ Բարսեղ Մաշկևորցին հետաքրքիր միտք էր ասում, որ այսօր այնքան տարածված է, անամենտ այս բողոքականյան ընկալումը, որ փորձենք իրենց օգնել, ասում էր, եթե Սուրբ Պողոսն ու Սուրբ Պետրոսը մարդկանց աղոթքների կարիքն ունեին, որքան առավել մենք։ Եվ ճիշտ ասում, մոտավորապես Սուրբ Պողոս առաքյալը 7 անգամ իր թղթերում եւ նաեւ գործքի մեջ մի անգամ խնդրում է, որ իմ համար աղոթեցեք։ Ոչ 1, ոչ 2, ոչ 3, ոչ 4։ Այսինքն մեկն է, որ Աստծո հետ անմիջական կապի մեջ է Սուրբ Պողոս առաքյալը, որ իր ձեռքով հրաշքներ են գործվում, որ ինքը ընտիր անոթ է, բայց միևնույնն է ինքը անընդհատ խնդրում է եկեղեցիներին ժողովրդին, որ իմ համար աղոթեցեք, ես ձեր աղոթքի կարիք ունեմ։ Նույնը Պետրոս առաքյալը։ Եվ Բարսեղ Մաշկևորցին ասում է, եթե այս տիտանները, այս մեծերը իրենք մարդկանց աղոթքի կարիքն ունեին, որքան առավել մենք ունենք։ Ինչի ենք մենք մեզ խաբում, մեզ կարծում շատ զորեղ, շատ մեծ հավատքի տեր, ու ասում ենք ոչ ոքի աղոթքի կարիքը չունենք, մեր աղոթքը բավարար է։ Այդպես նույնիսկ ամենամեծ սրբերն ու առաքյալները չարեցին, ու սա այդ լավագույն օրինակն է, որ եթե խոնարհ լինենք, իրապես կսկսենք մեկս մյուսի աղոթքները ցանկանալ, խնդրել։ Դրա համար ես միշտ փորձում եմ ապահը բաց թողնել ու խնդրել բոլորից, որ մի բան եթե կարող եք ինձ համար ու իմ ընտանիքի համար անել, դա աղոթելն է, որովհետև ես իրապես ձեր աղոթքների կարիքը շատ եմ զգում, ու սա այն էր, ինչ որ նաև մեծ սրբերն են մեզ սովորացնում։ Ուզում եմ մի քիչ հավատի մասին նարեկացու բնորոշումը տամ, որ նորից հենց այս կատարյալ վստահության մասին է խոսում, 11-րդ գլխի մի փոքրիկ հատված են բերել աղոթքի, որ նարեկացին ասում է. հավատում եմ լիահույս, թե Հիսուս Քրիստոս կարող է անել ինչ որ կամենա, քանզի հավատացի ուստի եւ խոսեցի, Պողոսից խրատված եւ սովորած Դավթից։ Ուրեմն այժմ թող նրանց կենթանի աղոթքն ինձ օգնի հավատքով ճանաչել նրան ճշմարտապես եւ նրա հարության զորությունը եւ ըստ առաքյալի հաղորդակից լինել նրա չարչարանքներին։ Հավատալն իսկապես այն նոր փոփոխության, որով մեղավորը դուրս է գալիս քավված, չարագործը արդարացած եւ անմաքուրը սրբված եւ անքավելի մահացու մեղքով հանցավորս ես անդադապարտելի երանության եւ ստրկական կապանքներից ծերծ երկնավոր ազատությանը տիրացած։ Եվ այս ամբողջը ինքը ասում է, որ միայն ու միայն հավատքով է լինում։ Իսկ Աստծուն ամբողջությամբ տրվելը, որ բազում անգամ մենք հավատով խոստովանում ենք այս գրքերը, վստահ եմ բոլորը ունենք իրականում, տերանում եմ, ես մտածում եմ հավատով խոստովանի աղոթագրքեր դնեմ այստեղ, նրանք ովքեր որ չունեն, որ վերցնեն, բայց մյուս անգամ հուսամ կհիշեմ։ Հավատով խոստովանի 16-րդ աղոթքը հետևյալն է, ասում է Աստվածին, որ շատերս անգիր գիտենք, որ բանասս ձեռն քո եւ լնույզ ամենայն արարածս ողորմությամբ քով
քեզ հանձն առնեմ զանձնիմ, դու հոգա եւ պատրաստյաս, պետս հոգվո եւ մարմնո իմո, հայսմ հետե մինչեւ հավիտյան, եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամորից, այսինքն իմ Աստված, որ բացում ես քո ձեռքը եւ բոլոր քո արարածներին լցնում ես ողորմությամբ, քեզ եմ հանձնում իմ անձը, դու հոգա եւ պատրաստիր իմ հոգու եւ մարմնի բոլոր պետքերը, այսօրվանից մինչեւ հավիտյան, եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամերես, եւ այս ամբողջական Աստծուն տրվելը, այս աղոթքը իրապես ապրելը, սա է որ քրիստոնյա հավատացյալին դարձնում է իրական հավատացյալ։ Եվ այստեղ նաև ուզեցի աղոթքի մասին խոսեմ, որովհետև աղոթք եւ հավատը, եթե նկատեցիք այս տեքստը եւ հետեւյալն է, դրա համար ասում եմ ձեզ ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք եւ հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ։ Ուրեմն ամեն ինչ որ աղոթ անելով խնդրեք եւ հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ։ Ես այստեղ Սուրբ Հովան Ոսկեբերանից եմ մեջ բերում ուզում անել, որ ասում եմ աղոթքը ամենազորեղ զենքն է, անսպառ գանձ, հանք, որ երբեք չի վերջանում։ Երկինք, ամպերից ազատ, խաղաղ նավահանգիստ, փոթորիկներից զերծ։ Այն արմատը, աղբյուրը եւ մայրն է հազար օրհնությունների։ Այն գերազանցում է թագավորի իշխանությունը։ Ես չեմ խոսում այն աղոթքի մասին, որը սառն է, թուլացած եւ առանց ջերմեռանդության։ Ես խոսում եմ այն աղոթքի մասին, որը բխում է անպարփակ մտքից, զղջացած ոգու զավակ է, դարձի եկած հոգու պտուղ։ Սա է այն աղոթքը, որը բարձրանում է երկինք։ Աղոթքի զորությունը զսպել է կրակի ուժը, սանձել է առյուծների կատաղությունը, լռեցրել սանձարձակությունը, հանգցրել պատերազմները, խաղաղեցրել տարրերը, վտարել դևերին, քանդել մահվան շղթաները, լայնացրել երկնքի դարպասները, բուժել հիվանդությունները, խափանել խաբեությունները, փրկել կործանումից քաղաքները, կանգնեցրել արևեր իր ընթացքի մեջ եւ զսպել որոտն ու կայծակը։ Մի խոսքով աղոթքն ունի այն ուժը, որ կարող է ոչնչացնել ամեն ինչ, որ թշնամի է բարում։ Ես չեմ խոսում շուրթերի աղոթքի մասին, այլ այն աղոթքի, որ բխում է սրտի խորքից։ Եվ իրապես հրաշալի վերլուծում է, սա էլ այս մտայնության կամ այս վերլուծումի անգլերեն բաժինն է, որ մտածեցի դնեմ, եթե ցանկացողներ կան, կարող են նկարել եւ ունենալ։ Ու նորից կրկնենք, ասում է դրա համար ասում եմ ձեզ ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք եւ հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ։ Հետաքրքիր է, այս թարգմանությունը ամբողջությամբ չի տալիս իմաստունից, գրաբար այդքան հստակ չի։ Հունարեն բառերը այնքան ավելի ուրիշ միտք են արտահայտում, ասում եմ բառացի պիստեուտե հոտի էլաբետ, այսինքն հավատակ, որ ստացել եք արդեն։ Եթե հավատակ, որ ստացել եք, ուրեմն ձերն է։ Այլ խոսքով, այնքան վստահություն պիտի ունենաք աղոթքի վրա, Աստծո վրա, որ հավատում եք, որ արդեն ստացել եք։ Ոչ թե կստանաք, այլ արդեն ձերն է, որտեղ այդ աղոթքն այդքան զորություն ունի։ Սա է տեքստը իրական հունարեն։ Եվ սա մեծ հավատք է ինձանից պահանջում, որ ես աղոթում եմ ու գիտեմ արդեն, որ արդեն այդ ստացվել է։ Բնականաբար այստեղ Հովհաննես Կասյանոսի 4-5-րդ դարերի հայրերից մեկն է, մի քիչ ավելի բացում է այս միտքը, ասելով աղոթքի ժամանակ կասկած եւ երկմտություն չպիտի լինի, այսինքն hesitation չպիտի լինի, որը կարող է խանգարել մեզ եւ թուլացնել մեր հավատը, եթե դիմում ենք Աստծուն։ Մենք պիտի վստահ լինենք, որ խնդրելով արդեն ստանում ենք մեր խնդրվածը, եւ այստեղ փակագծի մեջ գրում եմ անշուշտ, եթե այն Աստծո կամքի համաձայն է։ Չպիտի կասկածենք, որ մեր աղոթքը հասել է Աստծուն։ Եվ այս ամբողջը։ Որքան Քրիստոսին եւ այս միտքն էլ է հայրերին իմը չի ասում, որքան Քրիստոսին մոտենանք, այնքան նրա կամքը համընկնի մեր կամքի հետ եւ Տիրոջ կամքի համաձայն կխնդրենք։ Ուրեմն, որովհետեւ գիտենք, որ հայրերի մեջ շատ հստակ է, չէ՞, ասում է եղիցին կամք քո կամքն ենք ուզում որ լինի, բայց ինչպես է իր կամքն ու իմ կամքը համընկնում։ Երբ որ մոտենում եմ ես Քրիստոսին, արդեն Քրիստոսի կամքը ինքնաբերաբար իմ կամքն էլ է դառնում, եւ այս ժամանակ փաստորեն ես իր կամքի համաձայն եմ խնդրում, ոչ թե Հայկի կամքի համաձայն։ Եվ սա նաեւ այդ կարևոր գաղտնիքներից մեկն է, որ աղոթքի կատարման գրավականներից է։ Եվ ասում եմ, երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ մի բան ունեք, ներեցեք, որպեսզի ձեր հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները։ Փաստորեն 3 բան Քրիստոս ասեց մեզ. աղոթքի հետ ունենալ հավատք
եւ ունենալ նաեւ ներողամտություն։ Սա էլ երրորդ կոմպոնենտն է։ Եվ այս երեքը իրար հետ շղթա են, կապված են մեկը մյուսի հետ։ Աղոթք, հավատքով եւ ներողամտություն։ Որտեւ եթե չենք ներում, ոչ միայն հրաշք չի կատարվում, այլ նաեւ մեր մեղքերը չեն ներվում։ Հաճախ մենք իրապես սրտներս բացում ենք Աստծո դեմ, իրապես աղերսում ենք Աստծուն, բայց պատրաստ չենք դիմացինի վիրավորանքը ներել, մեր հոգու խորքում չենք ներել իրան։ Եվ սա դառնում այդ լեռը, այդ պատնեշը մի քիչ առաջ մեր ընթերցած, որ չի թողնում, որ մեր աղոթքը առաջ գնա, որտեղ մենք չենք ներել։ Եվ սա է դրա համար էր, որ Հայր մերի մեջ, երբ որ մեր Տերը ամբողջ տերունական աղոթքը տվեց, վերջում միշտ այս միտքն եմ բերում, վերջում ինքը summary արեց, ոնց որ ավարտեց այդ միտքը ասելով, որ եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կներ, իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Ուրեմն փաստորեն կարող է ես ունենամ հավատք, լեռները շարժելու չափ, ինչպես որ ասում է Սուրբ Պողոս Առաքյալը, ինքն էլ այս բառերն օգտագործում։ Առաջի Կորինթացիս 13, սիրո օրներգի մեջ։ Եթե ասում է նույնիսկ լեռները շարժելու չափ հավատք ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Այդտեղ նաև սիրո կոմպոնենտը կա, բայց այստեղ ներողամտությունը կա։ Այո, հավատք ունես շատ զորեղ, ունես նաև աղոթք, սիրտդ ես բացում, բայց չես ներել ու չես սիրում։ Եվ ուրեմն եթե սրանք այս շղթան չի ամբողջացել, ուրեմն նաև կարող է եւ քո խնդրվածը, որ այդքան իղձը տա, այդ փափագը տա ու այնքան նվիրական իղձ ու ցանկություններ ունենք, մենք միգուցե չկատարվի, որովհետեւ մենք պատրաստ չէինք ներել։ Բայց ես այստեղ էլ չեմ ուզում կանգնել, որովհետեւ իմ կարծիքով ներելուց ավելի դժվար բան կա։ Ներողություն խնդրելն է։ Որովհետեւ երբեմն մենք պատրաստ ենք մեզ շատ ցավացնողին ներել։ Ի վերջո հասնում ես այդտեղ, որ պատրաստ ես իրեն ներել։ Բայց շատ ավելի դժվար է, ում որ դու ես նեղացրել, գնալ ու իրանից ներողություն խնդրել։ Ես գիտեմ մարդ, եւ ինքը բավական անվանի մարդ է, ով իրապես կարողանում է ներել, բայց դժվարանում է ներողություն խնդրել։ Ու երբեմն ինչպես է դա լինում, իր դրական վերաբերմունքով ինքը փորձում է այդպես ճակերտավոր ներողություն խնդրել, բայց դա բավարար չի, դու այդ քաջությունը չունես ասելու կներես, ես սխալ էի, ես մեղավոր էի։ Ուրեմն երբեմն մեզ թվում է, որ գագաթնակետը քրիստոնեության դա ներելն է, բայց ներելուց ավելի կարևոր հանգամանք կա, երբ որ դու ես գնում ու ներողություն ես խնդրում։ Եվ այսօր է ինձ հարազատ անձի հետ խոսում ու այս միտքն է իրեն ասում, որ անընդհատ երբ որ դու հարաբերության մեջ դիմացինին ես մեղավոր տեսնում, դու երբեք քո սխալը չես տեսնում, երբեք պատրաստ չես ներողություն խնդրելու, բայց միակողմանի չի լինում, միշտ մեկը ճիշտ չի լինում։ Գիտեք ով է միշտ ճիշտ։ Մենակ Աստված։ Այլ խոսքով մենք մեզ Աստծո տեղն ենք դնում, առանց ընկալելու դրա մասին։ Մենք Աստված չենք։ Աստվածը միայն անսխալական, մենք սխալ ենք, ու երբ որ մենք տեսնում ենք մեր սխալներն ու մեղքերը, ու երբ որ մենք քաջություն ունենք ներողություն խնդրել, նույնիսկ որ շատ է դա խոցում մեզ, այդ ժամանակը որ իրապես կարողանում ենք նաև մենք մեզ օգնենք եւ մեր աղոթքները տեղ հասնեն։ Եվ դրա համար հիմա եկանք այստեղ, ուզում եմ հիմա վերադառնալ մեր նյութին, տեսեք, ուրեմն երրորդ առավոտն է կամ երկրորդ առավոտը, երրորդ օրը, երկրորդ առավոտը։ Քրիստոս նորից մտավ Երուսաղեմ, առաջի առավոտը դե տաճարը մաքրեց։ Հիմա նորից մտավ Երուսաղեմ ու մտավ տաճար, ու առաջի բանը, որ կատարվեց, հիմա արդեն տաճարը մաքրել է։ Մոտենում են իշխանավորներն ու ասում են ինչ իշխանությամբ ես դու այդ անում, ով քեզ տվեց այդ իշխանությունը։ Ուրեմն գալիս են արդեն հոգևորականները, տաճարի ղեկավարները ու երեք նախորդ օրը չէին կարողացել բան ասել, որտեղ Քրիստոս զայրացած եկավ, մաքրեց եւ այլն, այդ մի ամբողջ օր ժողովրդի հետ էր, հաջորդ առավոտյան դեռ չմտած մի անգամից արդեն նախապես պայմանավորվել են, ծուղակն են գցելու Քրիստոսին, իրար հետ էլ գիտեն ով ինչ պիտի ասի, ու այս հարցադրումը ծուղակ է, ինչ իշխանությամբ ես դու այդ անում, եւ ով տվեց քեզ այդ իշխանությունը։ Եվ հիմա փաստորեն հարցադրումը էս է, ինչ ով ես դու, որտեղից եկար, ինչ ով ես ընդհանրապես, ինչ իշխանությամբ ես անում, առաջի պատասխանը հետևյալն էր, որ Քրիստոս ինչ որ մեկի իշխանության կարիքը չունի,
ինչ որ մեկի իշխանությամբ չի անում սա, որովհետև ինքը ինքնին իշխանություն ունի, ինքը կարիք չունի որևէ մեկի իշխանությանը, այլ խոսքով ինքը ինքնակոչ չի։ Բայց հետաքրքիր է, ինչու էին այս մարդիկ այս հարցադրումը տալիս, որովհետև իրենք իրենց էին կարծում տաճարի միակ իշխանություն ունեցողները, իրենք իրանց էին կարծում տաճարի տերերը։ Եվ այսօր էլ, եւ ուզում եմ սա ճիշտ ու միշտ եղել այդպես, կան հոգևորականներ, ովքեր Աստծոտան տերերն են իրենց կարծում, մինչդեռ նման հոգևորականը կամ որևէ մի հոգևորական ընդհանրապես սպասավորն է այդ տաճարի, ընդհանրապես տնտեսն է, ստյուարդն է եւ տնտեսի առակն ունենք։ Մենք պիտի զգուշ լինենք այս դեպքում, որ մեզ Աստծոտան տերեր չկարծենք, Աստծոտան տերը Աստված է, դրա համար կոչում ենք Աստծո տուն, ոչ թե քահանայի տուն։ Բայց ուզում եմ նաև մի քիչ էլ մեզ տեսնենք։ Հաճախ մենք էլ ենք մեզ Աստծոտան տերեր կարծում։ Գիտեք, երբ որ նորադարձ է գալիս, եւ այդ նորադարձին, երբ որ մենք տեսնում ենք, ցույց ենք ուզում տալ, որ մենք էլ իշխանություն ունենք, որովհետեւ հին ենք, որովհետեւ մտերմություն ունենք քահանաների հետ, որովհետեւ ներսի շրջանակի մարդ ենք։ Եվ սա էլ, այսինքն նորից գալիս է այդտեղ, որ մենք էլ մեզ իշխանություն ունեցող ենք կարծում Աստծո տան մեջ, մինչդեռ ոչ մենք ունենք իշխանություն Աստծո տան մեջ, ոչ էլ հոգևորականն ունի իշխանություն Աստծո տան մեջ։ Նախ եւ առաջ իշխանությունն Աստծունն է, իշխանությունը Հիսուս Քրիստոսինն է, մեր Տիրոջ ու Փրկչինն է։ Ու սա է ուզում Քրիստոս ասի իրենց, որ այդ է իշխանությունը։ Բայց քանի որ ինքը եթե ասեր իմ իշխանությամբ, պիտի ասեին դու ինքնակոչ ես, իսկ եթե ասեր ուրիշի իշխանությամբ, պիտի ասեին ուրեմն դու ցածր ես այդ ուրիշից, ինքը հարցին հարցով է պատասխանում, ու այս հարցին հարցով պատասխանելը ոչ թե նրա համար էր, որ այս մարդկանց ծուղակը գցի, որովհետև իրենք ծուղակն էին ուզում Քրիստոսին գցել, այլ սա նրա համար էր, որ իրենց աչքերը բացի, ուրեմն երկու ձևի հարցադրում կա կյանքում։ Երբեմն մարդիկ հարց են տալիս, որ ծուղակը գցեն, կամ մենք ենք այդ մարդիկ, որ հարց ենք տալիս, որ դիմացին ծուղակը գցենք, վատ վիճակում գցենք, ու երբեմն էլ հարց ես տալիս, որ դիմացինին օգնես, որ ինքը իր աչքերը բացի ու հասկանա իր սխալը։ Հուսալով, որ ինքը կհասկանա իր սխալը։ Ու սա էր տարբերությունը, ու դրա համար Քրիստոս ասում է, պատասխան տվեց եւ ասաց նրանց. ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխանեցիք ինձ եւ ես ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ այս անում։ Ուրեմն սա շատ կարեւոր է հարցին հարցադրմամբ պատասխանել, հենց ինքնին խորքի մեջ սա արդեն հարցի իրանց պատասխանն էր, որ ինքդ քո մեջ փնտրի քո սխալը։ Քրիստոս տեղ տարավ, հայք, դու քո մեջ փնտրի քո սխալը, միջև իմ մեջ սխալ փնտրելու, միջև դիմացինի մեջ սխալ փնտրելու։ Ու այս կոնտեքստի մեջ Հովհաննեսի ավետարանը հետաքրքիր մեզ նոր ուրեմն պատուհան է բացում, որ մյուս երեքը չէին բացում, ուզում եմ այս խոսակցությունը մի հատ Հովհաննեսի աչքերով նայենք։ Ասում է հրեաներ նրան ասացին. ինչ նշան ցույց կտաս մեզ, թե իրավունք ունես այս բանն անելու։ Պատասխանեց նրանց Հիսուս եւ ասաց. քանդեցեք այդ տաճարը եւ 3 օրվա ընթացքում այն կվերականգնեմ։ Հրեաները նրան ասացին. 46 տարում շինվեց այս տաճարը, իսկ դու 3 օրում այն վերականգնում ես։ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում, իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այդ է, որ ասել էր, եւ հավատացին գրքին եւ այն խոսքին, որ Հիսուս ասել էր։ Ուրեմն Հովհաննեսը ուրիշ կոնտեքստ է տալիս։ Պաստորեն ասում է, այս մարդկանց հարցադրման նաեւ կոնտեքստն էր, որ ուզում էին հրաշք նորից Քրիստոս անի։ Մի հատ էլ հրաշք ցույց ու տեսնենք դու Աստծուց ես, թե մարդկանցից ես։ Ու Քրիստոս ամենամեծ հրաշքն է իրանց ասում։ Ասում է, որ այս տաճարը եթե քանդեք 3 օրում կկառուցեմ, բայց տեսեք ինչ է անում Քրիստոս։ Այլաբանությունն է խոսում, ալեգորիա է խոսում։ Իսկ հրեաները ուղիղ են ամեն ինչ հասկանում, մենակ literal thinking-ը, միայն ուղիղ thinking-ը, որ այսօր ամբողջ աստվածաշնչային այս ընկալման մեջ է, էգզեգետիկայի մեջ է։ Քրիստոս բարձրացնում, ասում այդ տաճարը, որ տեսնում ես, դա իմ մարմինն է։ Եվ եթե ուզում ես քանդես ու քանդելու ես իմ մարմինը, 3 օրում այդ հարություն եմ տալու։ Ու տեսեք ինչքան բարձր է տանում մարդու միտքը, ու բոլորը չի որ կարողանում են խորքը հասկանան, բոլորը չի որ կարողանում են վերև նայել։ Ու դրա համար երբեմն երբ որ Աստվածաշնչից խոսում ես ու մարդիկ չեն ընկալում, երբեմն ասում են, դե ինչի մասին ես խոսում։ Սա նրա համար է նաև, այնա փաստում, որ ինքը այդ բարձունքին չի հասել։
Եվ երբեմն պետք չի զայրանալ իրանց վրա, այլ նաև պետք է հասկանալ, ինչպես որ Բարսեղ Մաշկևորցին ասում, որ ինքը դեռ այդ վիճակում չի ու մի իրանից շատ պահանջի, որտեղ ինքը իր աչքերը փակեն, ինքը դեռ խավարի մեջ է։ Ուրեմն այստեղ նաև Տերը խոսում էր ինչպես իր, այնպես էլ մեր մարմինների մասին, ուստեղ է բացվում ամենախորքային իմաստը, որ այդ տաճարը նախ եւ առաջ մեր մարմիններն են, որ մենք Աստծո տաճար ենք, եւ այդ Աստծո տաճարը մենք պիտի սուրբ պահենք, որ մեր մարմինն է։ Եվ այդ Աստծո տաճարը չպիտի վերածենք ավազակների որջերի կամ առևտրի կենտրոնի։ Թե ինչու Սուրբ Պողոս առաքյալը երկու տեղ առաջի Կորինթացիս 3-ում ու առաջի Կորինթացիս 6-ում այս միտքը ասեց, որ չգիտեք, որ Աստծո տաճար եք դուք եւ Աստծո հոգին է բնակվում ձեր մեջ։ Այսինքն այն ինչ որ Քրիստոս ասաց, Պողոս առաքյալը նաեւ մեզ ավելի մանրամասնեց ասելով, որ մենակ եկեղեցուն մի նայեք, որ մտածելով եկեղեցին էս հոգևորականներն ինչ են անում կամ չեն անում, լավ հոգևորական է, վատ հոգևորական է, դու ինքդ քո մեջ նայ, որտեղ դու ինքդ Աստծո տաճար ես, դու ինչ ես անում ինքդ քո մեջ։ Աստծո հոգին այնտեղ բնակվում է մաքրության մեջ, թե բնակվում է աղբի ու մեղքի մեջ։ Այս սրա պատասխանը նախ եւ առաջ տուր, հետո նոր արդեն մյուս հարցերին ինքդ պատասխանի։ Եվ փաստորեն ինչ էր Քրիստոսի հարցը, վերադառնանք Մարկոսին։ Ասում էր Հովանեսի մկրտությունը երկնքից էր, թե մարդկանցից, պատասխանեցեք ինձ։ Ինչու մկրտիչին հիշեց Տերը ու մանավանդ ինչի մկրտիչի մկրտությունը, Հովանես մկրտչի մկրտությունը հիշեց, որովհետև նախ եւ առաջ Հովանեսը Աստծո մարդն էր, եւ այդ նույն Հովանեսը վկայեց Հիսուսին եւ ասեց ինչա, ահա գառնա, տեսնում է, ասեց հոգին, որ իջնում էր իր վրա, աղավն ու ձև։ Այսինքն, եթե ինքը Աստծո մարդն է եւ ինքը վկայում է Հիսուսին իբրև օծյալն ու փրկիչը, էլ ասելու բան չկա այդտեղ։ Ու այդ ամենը կատարվեց մկրտության ժամանակ, ու սա էր որ Հովանեսը վկայեց ու ասում էր։ Եվ ինչ դուրս եկավ, իսկ այս մարդը, որ սա ասում էր, այնքան մեծ է, որ Մատթեոս 11:11-ի մեջ նորից հեշտ հիշվող համար է։ Քրիստոս ասում է կանանցից ծնվածների մեջ Հովանեսից մեծը չի եղել։ Այսինքն այնքը այդքան մեծ է Հովանես մկրտիչը, ու այդքան մեծը վկայում է Քրիստոսին ու ասում է ինքն է Քրիստոսը եւ ես տեսա ու վկայում եմ։ Եվ փաստորեն, քանի որ այս վկայությունը կա, ուրեմն պիտի այս հարցին պատասխանեն ու ինչ են պատասխանում, ասում են նրանք իրար մեջ խորում էին ու ասում, եթե ասենք երկնքից, մեզ կասի իսկ ինչու նրան չհավատացիք։ Իսկ եթե ասենք մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորը գիտեն, թե Հովանեսը մարգարե է։ Ղուկասը 20-րդ գլխում մի բան էլ է մեզ բացում, որը որ մյուս տեղ չկա, ասում է վախենում էին, որովհետև ասում են ժողովուրդը մեզ կքարկոծի ու կսպանի։ Այսինքն այդ աստիճան իրենք Հովանեսին ընդունում էին ժողովուրդը, որ եթե հանկարծ վատ բան ասեին Հովանես մկրտչի մասին, վախենում էին, որ կքարկոծվեն ու կսպանվեն։ Ուրեմն ի՞նչ է դուրս գալիս։ Ուզում եմ մի քանի միտք այստեղ ասել, որ ղեկավարները վախենում են մարդկանց հավաքական ուժից։ Սա շատ կարևոր հանգամանք է, երբ որ մարդիկ հավաքականություն են, իրենցից ուժ են ներկայացնում, ու այդ ուժը այնպիսի բան է, որ ղեկավար կոչված ինքնին հաշվի անցնում դրա դեմ։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Երկրորդը, որ այս մարդկանց բնութագիրն է ու կարա իմը լինի նա է, որ այս մարդիկ նախընտրեցին իրենց անձնական շահը, քան թե Աստծո ճշմարտությունը։ Իրանք գիտեին ճշմարտությունը։ Իրանք գիտեին, որ Հովանեսը Աստծուց էր։ Բայց եթե ասեր ու Քրիստոս հարցներ, բապա, ինչու իրան չհավատացիք, իրենք ինչ պիտի պատասխանեին։ Դե պատասխանեին, որովհետև մեր շահը չէր դա։ Ուրեմն դուք նախընտրեցիք ձեր անձնական շահը, քան թե աստվածային ճշմարտությունը։ Ու ինչքան գրում են, որքան հատուկ է այն մարդ հարարածի մեզ, երբ որ մենք նախընտրում ենք հաճախ մեր շահը, քան թե Աստծո ճշմարտությունը։ Եվ իրապես այստեղ ուզեցի այս միտքն էլ դնեմ, լռում ենք, քանի որ շահ ունենք դիմացինից, նույնիսկ եթե անձը վիրավորում է մեր հավատն ու հոգևոր ինքնությունը։ Հոգևոր ինքնությունը spiritual identity-ն է, spiritual DNA-ն է, spiritual DNT-ն է, հոգևոր DNT-ն է։ Այս տերմինը մենք չենք իմանում երևի։ Ինչպես որ ունենք մարմնավոր ինքնություն, մարմնավոր DNT, մեր արյան մեջ կա մոլեկուլները, որ ասում են, էսի հայկի DNT-ն է, DNA-ն է։ Եվ շատ հստակ է դա, ու ամեն մարդու DNA-ը տարբեր է։ Այնպես էլ կա հոգևոր DNA։
Եվ այդ հոգևոր DNA-ը շատ ավելի կարևոր է, որովհետև եթե մարմնավորը մարդու հետ է կապված, հոգևորը Աստծո հետ է կապված։ Եվ դրա համար հաճախ ասում են, էսի սրա արունն է, թուրքի արուն կա, հայը, արունը ամենափոքր բանն է, հոգին ումն է, Աստծունն է, թե չարին է ծախված։ Այդտեղ հեչ կապ չունի ինչ արուն ունես։ Ու այստեղ ամենակարևոր գաղափարն է, եթե մենք ունենք հոգևոր DNT, հոգևոր DNA, այդ հոգևոր DNA-ը մենք պարտավոր ենք պահելու։ Որտեղ եթե մենք մեր հոգևոր DNA-ը չենք պահում, մնացած ամեն ինչ էական չի, մարմինը հողեր ու հողել պիտի դառնա, հոգին է որ հավիտենական է, ու սա է որի մասին մենք կարևոր է որ մտածենք, ու հենց այս մարդիկ, փարիսեցիները իրենց հոգևոր DNA-ն էին կորցնում, իրենց հոգևոր ինքնությունն էին կորցնում, ու քանի որ իրենց հոգևոր ինքնությունը կորցրեցին, շուտով իրենց տաճարն էլ են կորցնել, ու տաճարից հետո իրենք էլ են կորելու, որի մասին ես նաև պիտի հենց հիմա ասեմ, որտեղ մի բացահայտում է, որ շատերս թերևս չգիտենք, որ պատասխան տվեցին Հիսուսին եւ ասացին, չգիտենք, եւ Հիսուս նրանց պատասխանեց եւ ասաց. ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ այս անում։ Այստեղ մի շատ կարևոր միտք կա, որ Սինհեդրին կոչվածը, որի մասին ես խոսեցի, ովքեր էին այս մարդիկ, 70 կամ 71 հոգի էին, ովքեր 3 խմբից էին բաղկացած՝ քահանայապետներ, երեցներ եւ օրենսգետներ։ Եվ սա իրենց ուրեմն այսպես կոչված ազգային ժողովն էր։ Եվ այս ազգային ժողովը, որի ղեկավարը քահանայապետն էր, այս մենք հայերենով սա կոչում ենք ատյան։ Այս ատյանն էր որոշում, թե ինչ պիտի լինի, իրենք էին որոշում երկու կարևոր հարց՝ հավատքի հարց ու բարոյականության հարց, ազգային հարց էր այլ խոսքով։ Եվ այս Սինհեդրինն էր, կամ Սինոդոս կոչվածը, որը որ Քրիստոսին մահապարտ ասեց ու սպանեց։ Եվ այս ատյան կոչվածը գիտեք երբ վերացավ, ոչնչացավ։ 70 թվին, երբ որ տաճարն ավերվեց, իրենք էլ ոչնչացան, ցրվեցին։ Այսինքն մենակ տաճարը չէ, մենակ շենքը չէ, որ քանդվեց հրեաների մոտ։ Այդ գլուխը, ղեկավարությունը, այդ կենտրոնը դա էլ փլուզվեց։ Այլ խոսքով իրանք կարծես թե Քրիստոսին էին խաչում, բայց խորքի մեջ իրենք իրենց էին կործանում, որովհետև իրենք իրենց հոգևոր DNT-ն կործանեցին եւ շուտով իրենք գնալու են։ Այս բոլորը ով որ կա, որ Քրիստոսին ասում են խաչը հանի, շուտով իրանք վերանալու են ու դարեր շարունակ այլևս չեն լինելու։ Ահա թե ինչ էին իրենք կորցնում չհասկանալով։ Եվ այստեղ ուզում եմ նորից կրկնեմ, ասում եմ պատասխան տվեցին Հիսուսին եւ ասացին չգիտենք եւ Հիսուս նրանց պատասխանեց ու ասաց ես էլ ձեզ չեմ ասի թե ինչ իշխանությամբ եմ այս անում։ Օգոստինոս Երանելին էս միտքն ասում է Աստված նրանց չբացեց, որովհետեւ անկեղծ չեղան եւ նրա հետ խոնարհությամբ չթակեցին։ Ավելին ոչ միայն չթակեցին, այլև ամուր փակեցին, անգլերենով barricaded, իրենց իսկ առջև գտնվող Աստծո ողորմության դուռը։ Երբեմն ոչ թե խոնարհությամբ թակում ենք Աստծո դուռը, այլ թակում ենք, որ ընդհանրապես Աստծո ողորմության դուռը մեր առջև չբացվի։ Տերտուլիանոսը երրորդ դալի մի շատ հետաքրքիր միտք ասում է հաճախ չենք հասկանում, քանի որ չենք հավատում։ Եվ այնքան ճիշտ է դա։ Երբ որ հավատում ես, լրիվ ուրիշ ձև ես Աստծուն սկսում հասկանալ։ Իսկ երբ որ չես հավատում, ինչքան էլ ուզում ա քեզ մեկը բացատրի, հավատացյալը քեզ բացատրի, մեկը դու չես հասկանալու։ Ու դրա համար ես միշտ խնդրում եմ, երբ որ նոր են մարդիկ գալիս դասերի, ու բնականաբար ամեն ինչ դժվար է լինելու, նոր է լինելու, ծանր է միգուցե լինելու, ասում եմ գաղտնիքը հաջողության շարունակականությունն է։ Մի անգամով մի բավարարվեք։ Նորից եկեք, գոնե 2-3 անգամ եկեք ու տեսեք, որ աստիճանաբար սկսում եք հասկանալ, որովհետև սկսում եք ավելի շատ հավատալ, որովհետև այս հավատալն ու հասկանալը իրար հետ շատ փոխկապակցված են, եւ առանց մեկի մյուսը Աստծո գործում չի լինում։ Իսկ ոսկեբերանն ասում էր նրանք սուտ խոսեցին, իսկ Քրիստոս սուտ չխոսեց, ինչի նկատի ուներ։ Տեսեք, երևի չեք նկատել, նրանք ասեցին, չգիտենք, սուտ խոսեցին, գիտեն։ Իսկ Քրիստոս չասեց ես էլ չգիտեմ։ Քրիստոսը կարող էր ասել ես էլ չգիտեմ։ Բայց եթե ասեր ես էլ չգիտեմ, ինքը սուտ խոսեր, որտեղ ինքը գիտեր։ Այլ ասեց ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ այս անում։ Այսինքն Քրիստոս ճիշտը խոսեց։ Նույնիսկ այս դեպքում, որ նրանք խաբում են, Քրիստոս միևնույնն է ճիշտն է խոսում։
Եվ այստեղ մեզ օրինակ է, որ երբեմն երբ որ դիմացինի հետ խոսում ես ու դիմացինը քեզ խաբում է, դու հստակ գիտես, որ ինքը քեզ խաբում է, միևնույնն է դու քո ճշմարտության մեջ մնա, որովհետև եթե դու էլ սկսեցիր խաբել, դու ինքդ իրան նման դարձար ու դրա համար հետա շատ նուրբ օրինակը, որ շատերս չենք էլ նկատի, նրանք սուտ խոսեցին, բայց Քրիստոս ճիշտ ասեց, ես ձեզ չեմ ասի, ես գիտեմ, բայց ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ այս ամ, այլ խոսքով դուք անարժան եք այն խոսքին, որի ես պիտի ասեմ, որովհետև դուք անկեղծ չգտնվեցիք իմ հանդեպ, սա էր։ Հիմա խոսենք բանալի բառերի մասին, որոնք շատ էին այս կոնտեքստում, ամեն անգամ այս վերջի շաբաթվա մեջ մենք տեսնելու ենք Երուսաղեմ և տաճար բառերը, այստեղ նաև բնորոշ էր վաճառող և գնորդ բառը, որ տաճարի մեջ էր, աղոթքի տուն, ավազակների որջը, այս երկու համադրությունները, կորստյան մատնել, որ փորձում էին Քրիստոսին կորստյան մատնել, առավոտ և երեկո գաղափարները հիմա պիտի տեսնենք ինչքան կարևոր են, թզենին, հավատը, աղոթքը ու ներելը, այս երեքի իրար հետ, խնդրում եմ հիշենք, հավատ, աղոթք և ներել, լեռը և իշխանությունը, Հովհաննեսի մկրտությունը և չգիտենք բառը, որ հաճախ փորձում ենք փոքրիկ սուտ խոսելով մեզ շտկել, բայց դրա մեզ ավելի վատ տեղ է գցում։ Եվ իմ փոքրիկ վերլուծումը հետևյալն է, որ ուզում եմ անել, հոգևոր վերլուծումը, որ երբ Քրիստոս քաղաք էր մտնում, իր հետ լույս էր բերում, ուշադրություն դարձեք, առավոտ երեկո, իսկ երբ գնում էր խավար էր տիրում քաղաքում։ Նույնը մեր սրտերում, մեր քաղաքի մեջ, երբ Քրիստոս գալիս է իմ սիրտ, իմ մոտ առավոտ ու լուսավոր է, երբ որ չեմ իրան պահում ինքը, այլ իրանից ես եմ հեռանում, սկսում է խավար տիրել իմ մոտ։ Եկեք զգուշ լինենք, որ մաքուր պահենք Աստծո սուրբ տաճարը, որ մեր մարմիններն են։ Այլապես անարժան կգտնվենք այն սուրբ տաճարին, որը միայն քրիստոնյաներին է տրված։ Ուրիշ որևէ կրոնի տրված չի Աստծո տաճար լինել, Աստծո տաճարը միայն քրիստոնյան է։ Մնացած Աստծո արարածներն են։ Զգուշանանք մեր տաճարը առևտրի վայր և ավազակների որջի վերածելուց։ Աղոթքի պատերազմը ամենից դժվարն է, եկեք մեկս մյուսի համար աղոթենք։ Եվ հիշենք, որ որքան մեր հավատը զորացնենք և ներենք, այնքան մեր աղոթքները լսելի կլինեն։ Եվ այս վերջի միտքը անանուն հեղինակից եմ բերել 3-րդ դար, որը որ կոնտեքստի հետ հեռու կապ ունի, այլ խոսքով Աստծո խոսքի մասին է, որտեղ մենք ի վերջո եկել ենք Սուրբ Գրքի սերտողության։ Եվ ինչ էր ասում այս հեղինակը, որ Ալեքսանդրիայի դպրոցի ներկայացուցիչ է։ Ասում են, թող ոչ մի օր չանցնի առանց Սուրբ Գրքի ընթերցանության, ասում է։ Անպայման օրվա ընթացքում ժամանակ գտեք ոչ միայն գիրքը ընթերցելու, այլ նաև խոկալու, meditation։ Երբեք չհրաժարվեք այս կարևոր ընթերցանության սովորությունից։ Ոչինչ այնքան հոգին չի սնում և միտքը լուսավորում, որքան Սուրբ Գրքի սերտողություն։ Եվ այս մարդը ապրել է 200-ականներին, 1800 տարի առաջ։ Եվ իրապես խնդրում է մեզ բոլորիս ու խրատում է, որ Սուրբ Գիրքը անընդհատ մեր օրվա ուտելիքը լինի։ Ինչու եմ սա ասում, ուզում եմ սրանով փակել, իհարկե մի սլայդ էլ ունեմ շնորհակալության, որի մասին խոսեմ, բայց ուզում եմ նորից բոլորին տեղեկացնել, որ համբար սենյակը փակվելու է եւ դեկտեմբերի 1-ով շինարարություն է լինում առաջնորդանում, սենյակը փակվելու է եւ չգիտեմ, դե մենք այստեղ էլ չենք լինի։ Ներքևը հուսամ կլինի, բայց դա էլ վստահ չեմ։ Եթե կարողանանք ներքևն էլ հավաքվել, որտեղ այնտեղ էլ ուրիշ հարց կա։ Ուղղակի նախապես ուզում եմ ասել, որ թերևս սա մեր 1-2 դաս եւս ունենանք ու կընդմիջենք ինչքան ժամանակ չգիտեմ, բայց դրա համար խնդրում եմ, որ ձեր աղոթքների մեջ հիշենք մեզ, որտեղ վստահ եմ պիտի լինի ամեն ինչ։ Իմ նպատակը հետևյալն էր, ինչպես է ուզում, որ մինչև դեկտեմբեր 17 անենք, դեկտեմբերի 3 շաբաթ եւս անենք, հետո Սուրբ Ծննդյան Քրիսմասի ընդմիջում կունենանք, որից հետո կշարունակենք։ Հուսամ կլինի, բայց եթե չէ, ես ձեզ տեղյակ կպահեմ, համենայն դեպս ինչ էլ լինի պարագան, ես իրապես պիտի ամեն ինչ փորձեմ անել, որ Մարկոսը մենք ավարտենք ու Աստծո կամոք դա կլինի, մեզ մնացել է ընդամենը 4 գլուխ։ Սա էլ ինչու նաև բերեցի, որ Սուրբ Գրքի սերտողությունը ինչ է լինի պարագան, անպայման խնդրում եմ ամենօրյա մեր ընթերցանության գրավականը թող դառնա, որովհետև որևէ բան չկա սանից կարևոր, քան սա։ Իսկ վերջինը, որ ուզում եի ասել,
հետևյալն է, որ այս շաբաթ օրը մենք գիշեք այս վերջերս դա փորձում եմ անել կամ շաբաթ կամ կիրակի տոները հիշեցնել, որ այս շաբաթ Սրբոց հրեշտակապետած են Գաբրիելի եւ Միքայելի եւ ամենայն երկնային զորացն, այսինքն եւ երկու կոնկրետ ու բոլոր հրեշտակների երկնային զորքերի տոնն է, իրենք այն անձինք են, որտեղ իրենք էլ են անձ, ովքեր որ նաև մեզ օգնում են, մեր համար աղոթում են, մեզ խրախուսում են եւ մեր պահապաններն են, որտեղ համաձայն մեր հավատի մեզանից յուրաքանչյուրն ունի իր պահապան հրեշտակը, որ հաճախ մեզ փորձություններից ու փորձանքներից նաև ազատում են։ Ուրեմն մեզ համար կարևոր է, որ երբեմն նաև հասկանանք, որ կա նաև երկնային զորքեր, երկնքում գտնվող զորքեր, ովքեր Աստծո զինվորներն են եւ իրենք էլ իրենց գործն են անում, ծածուկ, շատ հաճախ ոչ էլ գիտենք իրենց մասին կամ հաճախ ոչ էլ մտածում ենք, բայց իրենք կան եւ իրենք մեր համար մեծ օգնություն են անում ու երբեմն կարող ենք նաեւ ինչու՞ չէ իրենց էլ մեր աղոթքների մեջ հիշել ու շնորհակալություն հայտնել իրենց կատարած ծառայության համար, որոնք խոնարհ ծառաներ են։ Հրեշտակ բառացի կամ անգելոս հունարեն նշանակումը պատգամ փոխանցող, մեկը որ Աստծո պատգամը տանում ու բերում, այսինքն միջնորդ էակ, որը որ իր կարելին անում, իր չափով դիմացինին Աստծո արարչագործության գործում։ Այսքանը հիմա ավելի